Մենք բարեփոխվում, ձևափոխվում եւ վերափոխվում ենք։ 2.5 տարի մենք այս գործընթացի մեջ ենք եւ հաջողություններ ունենք, սակայն այդ հաջողությունները տեսանելի են մայրաքաղաքում, մարզերում դրանք նկատելի չեն։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Լոռու մարզի համայնքապետերին այսպես ներկայացրեց իր տնօրինած համակարգը։ Չենք հանդուրժելու եւ փիլիսոփայորեն չենք մոտենալու զորվա ոստիկաններին, բանսարկու ոստիկաններին, մարզեցող ոստիկաններին, մարզ ստորացնող ոստիկաններին, գործերը թաքցնող ոստիկաններին եւ այլն բոլոր երևույթներին։ Մեկ ամսից ոստիկանությունը նոր համազգեստ կկրի։ Վլադիմիր Գասպարյանի հավաստմամբ նոր համազգեստ կհագնեն նրանք, ովքեր որակական փոփոխություն են կրել։ Հասարակության հետ համահունչ աշխատելու համար մենք պետք է կամք ունենանք։ Սկզբունքայնության համար ես շատ թանկ եմ վճարում։ Շատ իմ ընկերներն են ինձանից նեղանում, շատ իմ կոլեգաներն են նեղանում, հրամաններ եմ ստորագրում, հետո էլ տանջվում եմ, որովհետև այդ մարդու հետևը ես ընտանիք եմ տեսնում, սակայն սայակին է նրա, ինչի մենք ուզում ենք հասնել։ Ի պատասխան ներկաներից մեկի հարցին, թե Լոռին հանցագործությունների առումով կրիմինալ մարզի համբավ ունի, ոստիկանապետը նշեց, որ դա պարզապես իմիտացիա է։ Այստեղ ոլորտը կառավարելի է, միայն թե մեկ անգամ եւս հարկավոր է հիշել, որ անօրինական զենք զինամթերք պահելը եւս հանցագործություն է։ Ալանա Ապետյան, Ժան Գալստյան, Լոռու մարզից, Արմենիա հեռուստաընկերության համար։